Հարգարժան դատարան 3 ամիս առաջ Շախալյան Վահագի հարցը քննարկելուց ես ներկայացրել եմ մանրամասն, որ չկրկնեմ, 2 բառով ասեմ, մեր շարժումը սկսելուց ես 24 ժամ եղել եմ Բաղդատ Սրբազանի կողքին։ Իրականում Շախալյան Վահագին ստեղ 18-ն էլ արդար են, որ հիմա մարդիկ անասնում, որ մարդիկ չեն եկել Բաղդատ Սրբազանի կեցավայր, ովքեր էլ որ եկել են սահմանադրությունով եւ օրենքով պլանավորելու անոնազանդության ակցիաներ։ Բայց Շախալյան Վահագին ես եւս քանի որ 3 ամիս անցել է կրկնեմ, որ Շախալյան Վահագին հանդիպել ենք կառավարության դիմաց, երբ որ Շախալյան Վահագը 5-շաբթի օրը իրականացնում էր նստացույց։ Եվ այդ ժամանակ այդ սոցիալական վիճակի հետ կապված ասեմ, sense հարցեր առաջացա իմ մոտ, որ Շախալյան Վահագին ասեց, ինչու՞ չես ամեն օր նստացույց անում։ Ասեց ընտանիք պահելու խնդիր ունեմ, այն մնացած օրերն էլ փորձում եմ աշխատեմ, որ իմ ընտանիքի հոգսերը հոգամ, դաժե այն ժամանակ այդ սոցիալական խնդիրը ունեցել է Շախալյան Վահագին, հիմա պատկերացրեք, որ ինքը կալանքի մեջ է, այդ սոցիալական խնդիրը ոնց է մեծացել եւ ինչ խնդիրներ կունենա, ես միանում եմ պաշտպանների միջնորդությանը եւ խնդրում եմ, որպեսզի Շախալյան Վահագի կալանքը փոխվի վարչական։ Շնորհակալություն։ Իրավաչափության պայմանները ի սկզբանե թող պատենվել են պահից, երբ որ Շախալյանի